Արևելյան Հայաստանը հայտնում է ռուսական կայսրության կազմում եւ Հայաստանի տարբեր հատվածները տարբեր իրականությունների պայմաններում են հայտնվում։ Ստացվում է, որ Արևմտյան Հայաստանը շարունակում է մնալ Օսմանյան կայսրության կազմում, Պարսկաստանին պատկանող Արևելյան Հայաստանի մեծ մասն անցնում է ռուսական կայսրությանը, բայց Արաքսից հարավ տարածքները, որ պատերազմի մինչև փետրվար տևած գործողությունների արդյունքում 1828-ի փետրվարը ռուսական բանակը զբաղեցրել էր, դրանք այնուամենայնիվ վերադարձնում են Թուրքմենչայի պայմանագրով։ Այսինքն ստացվում է, որ պատմական Պարսկահայք նահանգը Խոյ, Սալմաստ, Ուրմիա եւ մյուս շրջաններով վերադարձում էր Պարսկաստանին, իսկ Երևանի եւ Նախիջևանի տարածքները մնում էին ռուսական կայսրության կազմում։ Այսպիսով ստացվում է, որ պատմականորեն Պարսկահայքը մնում է Պարսկաստանին, իսկ նաև այդտեղ վասպուրական պատմական մեր նահանգի կեսն է, Փայտակարան նահանգի մեծ մասը, իսկ Արևելյան Հայաստանի մյուս զգալի հատվածը, ներառյալ Արցախը եւ մեր ժամանակակից հանրապետության տարածքը մնում են ռուսական կայսրության կազմում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։